Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման։ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական եւ քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը։ Դատարանն Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին դատապարտել է ՑՄԱ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը տարիքով պայմանավորված դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Դատավարությունը մեկնարկել էր 2025-ի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի կազմելու դատավճիռները։ Պաշտոնական այցով Ռուսաստանում ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրությունների վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակել ՀԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում գործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրությունում կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել։ Խոսելով ՀԱՏՄ-ից, ազգային ժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է դուրս գա միությունից, փոխարենը կարելի է գտնել լուծում, որից կշահի երկու կողմն էլ։ Եվրամիությունը մշտապես Հայաստանին ընտրության առջև է կանգնեցնում լինել Ռուսաստանի հետ կամ Եվրամիության։ Ինչ վերաբերում է միության գործընկերներին, ապա նրանք մշտապես տվյալ երկրին կանգնեցնում են ընտրության առջև կամ մեզ հետ, կամ նրանց հետ, ասել է Լավրովը։ ԱՄՆ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս մասին հայտում են ԱՄՆ դեսպանատնից։ Աշխատանքները կներառեն տեխնիկա-տնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում, նշվում է հաղորդագրությունում։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան գործակցության ընթացքը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանին։ Այդ մասին հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։ Հանդիպան ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցության ընթացքին ու ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարությունը 35 միլիոն դրամի չափով կֆինանսավորի սպաների բնակարանի ձեռքբերման վարկը, կանխավճարը, մայրգումարն ու տոկոսները։ Կառավարության նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանն է ներկայացրել որոշման նախագիծը։ Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ, կավարտեն, կնշանակվեն պաշտպանության նախարարության համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության, կստանան հավաստագրեր, որոնց միջոցով հնարավորություն կունենան ընտրել բնակարանը կամ բնակելի առաջնային կամ երկրորդային շուկայից։ Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում։ Հավաստագրերով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 միլիոն դրամ, եւ նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Հայաստանում բնակվող 71 քաղաքացի, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա այս տարի, 2026-ին պետական մակարդակով կստանա հարգանքի եւ աջակցության նյութական արտահայտություն միանվագ 1 միլիոն դրամի չափով։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Նախաձեռնությունը բացի ֆինանսական բաղադրիչից բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում ծանր փորձություններով լի ժամանակահատվածներում, հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 90-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այդ մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են։ Նրանց կենսագրությունը մեր պատմության մի մասնիկը, ասվում է որոշման հիմնավորման մեջ։
Միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավականու որոշմամբ արդեն ստացել են այս աջակցությունը։ Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն։ Փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ընդգրկել նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, որոնք ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությամբ։ Նրանք պետք է նաև գործադիր մարմիններում աշխատանքային փորձի բավարար պայմանին համապատասխանեն։ Կառավարության նիստում Անահիտ Ավանեսյանն է ասել ներկայացնելով նախագիծը։ Նախարարն ասել է, որ սա ոչ թե նախատեսում է կրճատում, այլ կազմակերպաիրավական ձևի խոշորացում։ Մենք վերանայում ենք բժշկական կենտրոնների նաև նկատմամբ ուրեմն աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները, առողջապահության նախարարությունը սահմանելով զարգացման ուղեծիրը մեր բժշկական կենտրոնների համար հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ ուրեմն առաջադրանք եւ հաջորդիվ արդեն նաեւ հաշվետու լինեն, թե իրենց կառավարման ընթացքում բժշկական կենտրոնը ինչպիսի ֆինանսական, նաեւ բժշկական արդյունքների է հասել։ Մեզ համար շատ կարեւոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաեւ պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ եւ մենք էլ ունենանք չափելի ուրեմն ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները եւ հետո էլ գնահատել նաեւ մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը։ Մենք իհարկե տարբեր ուրեմն չափի կազմակերպությունների համար նաև աշխատանքային ստաժի եւ կրթության մասով տարբեր պահանջներ ենք դրել, որովհետեւ այստեղ էլ պիտի հաշվի առնենք կադրային հագեցվածությունը մեր փոքր ամբուլատորիաների առումով եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև գնում ենք խոշորացման, կազմակերպաիրավական ձևի խոշորացման, ուզում եմ ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել եւ ավելի մեր ֆինանսական միջոցները ուղղել հենց բժշկական ծառայությունների բարձր որակ ապահովելուն եւ ոչ թե ըստ էության ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն։ Հարցս այն է, թե դուք ունեք արդյոք այնպիսի ընդհանրական պատկերացում, որոնք այս օրենքի ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում պետք է սահմանվեն այդ կառավարիչների նկատմամբ եւ ինչ պարբերականությամբ է, որ առողջապահության նախարարությունը հավաքելով այդ տեղեկատվությունը պետք է մեր հասարակությանը եւ կառավարությանը տեղեկացնի վիճակի վերաբերյալ այդ տեսանկյունից, այսինքն որքանով են համադրելի մեր բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը մասնավորապես մասնավորների կողմից մատուցվող ծառայությունների որակին եւ նաեւ ընթացքում այն որոշումների վերաբերյալ, որոնք պետք է կայացվեն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, այո, վստահաբար մեզ համար առաջնահերթությունը բժշկական ծառայությունների որակն է եւ հենց դրա հասնելուն է ուղղված նաև այն ահռելի կապիտալ ծախսերը, որոնք մենք իրականացնում ենք որպես հիմնադիր պետական առողջապահական կազմակերպությունների եւ այստեղ էլ որպիսի մեր ներդրումները եւ քանի որ պետական բժշկական կազմակերպությունները նույնանման մրցում են մասնավոր բժշկական կենտրոնների հետ եւ հավասար պայմաններով ենք մենք նրանցից ծառայություններ գնում, այստեղ էլ ծառայություններից գոյացած հասույթից պետք է մենք կարող
կարողանանք ճիշտ համամասնությամբ թե ներդրումներ անենք նաև ընթացիկ արդեն վերանորոգումների եւ հագեցումների, այստեղ էլ մենք շատ կարեւոր է, որ կապիտալ ներդրումների եւ ընթացիկ ներդրումների պլան ունենանք, որ կայուն լինի մեր ակտիվների կառավարումը, բայց նաև վարչատնտեսական ծախսերի խելամիտ եւ արդյունավետ լինելուն է ուղղված, որովհետեւ այստեղ էլ սա այն ծախսերն են, որ միշտ կարող են աճել, բայց մենք պիտի այստեղ նաև խոշորացման եւ կորպորատիվ կառավարման հաշվետվողականության հենց հիման վրա կարողանանք վստահ լինենք, որ այս ծախսերը արդյունավետ են, ուղղված են զարգացման եւ նաև նպաստում են լավ կադրեր ներգրավելուն։ Պարոն Խաչատրյան, մենք պահանջների հետ կապված դրել ենք օրենքով, այս հենց փոփոխություններով, որ լիազոր մարմնի հրամանով կսահմանվեն այդ զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները եւ հաշվետվողականության պարբերականությունը։ Մենք կարծում ենք, որ պիտի լինի ուրեմն 6 ամսյա արդյունքների մասով համապարփակ հաշվետվողականություն, տարեկան եւ իհարկե նաեւ հնգամյա, որովհետեւ սովորաբար ուրեմն մրցույթների արդյունքում մինչեւ 5 տարի ժամկետով են կնքվում գործադիր մարմնի հետ պայմանագրերը։ Այս պարբերականությունն ենք նախատեսում արդեն ենթաօրենսդրական ակտերով սահմանելու։ Ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության կիրառման հայտնի տեսանյութի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմին հանձնարարել է դիմել քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով իրավասու մարմիններին, բայց դեռ պաշտոնական տեղեկություն չունի։ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու է ոստիկանը մինչև հիմա ազատության մեջ, չկա քրեական գործ, վարույթ եւ որևէ կարգավիճակ չունի։ Մանասյանն ասել է, որ ցանկացած նման դեպք մտահոգիչ է, իրենք հետևողական են լինելու, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն առերևույթ խոշտանգելու համար, նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Կասեմ, որ ճիշտ կլինի նաև վերջնական պաշտոնական տեղեկատվությունը ունենալուց հետո իհարկե վարույթի նախաձեռնման ժամանակահատվածի հետ կապված խոսենք, բայց այս առումով մի քանի հանգամանքի կուզենամ ուշադրություն դարձնել։ Ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանրապես բռնության ու վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված ոչ այնքան վարույթի նախաձեռնման այդ ժամկետների հետ կապված խնդիրներն են, ոնց որ հենց գործերի քննության առումով, որովհետև գործերի քննության առումով միշտ ինքս նշել եմ, որ կարծես թե չափանիշային խախտումներ են մշտապես լինում այն տեսանկյունից, որ գործերից շատերով անհապաղ չի իրականացվում քննությունը եւ բնականաբար ապացույցների եւ այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ առաջանում են։ Հետևաբար այս առումով ես ինքս շատ կարևորում եմ, որպեսզի իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն։ Ինչ վերաբերում է վարույթ նախաձեռնելու այդ ժամանակահատվածին, կխնդրեմ տեղեկատվությունը մենք էլ վերջնական ճշտենք, նոր ձեզ էլ կփոխանցենք անմիջապես խոստանում եմ նաև ձեզ փոխանցել։ Դուք հիմա դանդաղում նկատում եք, թե ոչ վարույթ հարուցել չարուցելու այս process-ում։ Իմ պատասխանը հենց դրան էր ուղղված, եթե թույլ տաք մի հատ ճշտենք այս փուլում, հա, նախաձեռնված է, թե նախաձեռնված չէ ու դրա հիման վրա ես կարողանամ ձեզ ավելի պատշաճ մեկնաբանություն տալ։ Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը ծառայողական լիազորություններն օգտագործելով տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար նրանից կաշառք է ստացել։ Նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստան բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու եւ ներմուծման ընթացքն արագացնելու համար պաշտոնատար անձը 2025-ի մայիսի 13-ին օդակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից։ Պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել, քրեական վարույթով նախաքննություն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Շարունակենք 2025 թվականին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 84 վարչական վարույթ է հարուցել, արդյունքում որոշ ԶԼՄ-ներ ենթարկվել են ֆինանսական տույժերի, իսկ որոշ հաղորդումներ դադարեցվել են։ Հանձնաժողովի նախագահն է հայտարարել, խոսելով համացանցի բովանդակության մասին Տիգրան Հակոբյանն ասել է, որ այն որևէ կարգավորման չի ենթարկվում, սակայն առաջիկայում կարող են իրականացվել օրենսդրական փոփոխություններ։ Նրա գնահատմամբ չկարգավորված համացանցի հիմնական շահառուներն ատելություն տարածող, ապատեղեկատվություն տարածող եւ հանրությանը մոլորեցնող անձինք են։
Եթե մենք համեմատենք վերջի 5 տարին եւ 2013-18 թվականը, ապա 19-23 թվականին հարուցվել է 232 վարույթ, իսկ 2013-18 թվին 13, այսինքն մոտ 10-19 անգամ ավելի շատ։ Եվ այստեղ է, որ շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ մենք շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը, այնինչ այդպես չի, որովհետև վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով, օրինակ գովազդի մասին օրենքը խախտելու, լեզվի մասին օրենք խախտելու, շատ են հարուցվում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու դեպքերն են, եւ եթե նկատել եք, եթե մենք կողքից հանում ենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ, որովհետեւ նրանք ոչ միայն ներպետական նշանակություն ունեն, այլև միջազգային եւ վերջի 2-3 տարվա մեջ գրեթե բողոքներ արտերկրից մենք չունենք, որ Հայաստանում խախտվում են հեղինակային իրավունքները, ինչը շատ լավ հասկանում եք, որ ինչին շատ մեծ նշանակություն են տալի ամբողջ աշխարհում։ Եվ այդ առումով ոչ թե հեռուստաընկերություններն են սկսել վատ աշխատել, կամ մենք ենք սկսել ավելի շատ պատժել, ամբողջ մեր գործունեության փիլիսոփայությունն է փոխվել։ Ես հեռուստաընկերության անունը չտալով ասեմ, որ կար մի հեռուստաընկերություն, այսօր արդեն ինքը այլ հեռուստաընկերություն է եւ սեփականատերերը փոխվել էին, որոնք 2013-ից 18 թվականան ցույց տալով օրական 2-3 գեղարվեստական ֆիլմ, նրանք 5 տարվա մեջ որևէ պայմանագիր հեռարձակման համար չունեն եւ դրա վրա բոլորը աչք էին փակում եւ մենք հիմա այսօր արդեն այստեղ բավականին մեծ առաջընթաց ունենք, որը նաեւ բարձրացնում է ոչ միայն կարգախոսի, այլ նաեւ հեռուստաընկերության հեղինակությունը մեր բարեկամների մոտ արտերկրում։ Երկրորդը 2019-23 թվականին վարչական դատարաններում եղել է 33 դատական գործ։ Էլի համեմատության համար ասեմ, որ մինչև 19 թիվը, սկսած 2011 թվականից, երբ ստեղծվեց հանրային մուլտիպլեքսը, հարուցվել է, то есть մենք ունենք դատարանում ընդամենը 1 դատական գործ։ Նորից ինչի մասին է դա խոսում, որ բացի դատական ակցիաներից, իրավական հարաբերություններից մենք չենք փորձում որևէ ազդեցություն ունենալ մեդիայի վրա, մեդիան էլ որևէ խնդիր չունի, եթե ինքը գտնում է, որ մեր որոշումները սխալ են, ապա որևէ խնդիր չունի դիմել դատարան, ինչը շատ կարևոր է նորմալ իրավական պետություն ստեղծելու համար։ Տարատեսակ ռեյտինգներին հավատալ չհավատալու իմունիտետ ունենք ազգովի դեռ վաղ ժամանակներից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է արձագանքյալ, պատասխանելով վերջերս հրապարակված ռեյտինգների վերաբերյալ հարցին։ Նարեկ Կարապետյանը հրապարակել էր թվեր, որտեղ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 1%-ով զիջում էր Սամվել Կարապետյանին։ Իրական ռեյտինգներն ընտրություններն են, ասել է Արսեն Թորոսյանը։ Անհասկանալի է ով, ինչպես եւ որտեղ է այդ ռեյտինգները արել, դա ընդհանրապես է։ Ոչ միայն այս ռեյտինգին վերաբերող, իսկական ռեյտինգը դա ընտրություններն են եւ ընտրությունների արդյունքները, եւ մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները, հատկապես նախորդ, երբ որ դրանից առաջ նույնատիպ ռեյտինգներ էին հրապարակվում մեզ ինչ որ անհասկանալի եւ վարչապետին ինչ որ անհասկանալի ցածր ռեյտինգներով եւ ասենք մյուս ուժերին եւ հատկապես մեկ ուժին բարձր ռեյտինգով, հիմա կարծես թե այդ ուժի փոխատեղում է տեղի ունեցել, տեխնոլոգիաները, մեթոդները ամեն ինչ նույնն են, եւ երկրորդը ես կարծում եմ այդ նշված անձը անիմաստ է ընդհանրապես ռեյտինգավորել, որտեղ նա իրավունք չունի պարզապես մասնակցել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների։ Մենք օգտվում ենք մեր ժողովրդի հետ շփվելու մեր իրավունքից, մեր գաղափարները ներկայացնելու, մեր ծրագրերը ներկայացնելու, մեր կատարած ահռելի աշխատանքը ներկայացնելու եւ դրանով ակնկալում ենք մեր ժողովրդի քվեն իրական Հայաստանը ամրապնդելու, խաղաղությունը ամրապնդելու եւ տեր կանգնելու այն ամեն ինչին, ինչ որ ձեռք ենք բերել վերջի տարիների ընթացքում։
Ռոսիա մոլի աշխատակիցներն առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել մոլի դիմաց, բողոքում են, որ տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում զարդեր են վաճառել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքներից, վերանորոգում են սկսում։ Նորոգմանը կողմ են, պատրաստ են անգամ տարածքի համար վճարել ավելին, բայց այլտեղ տեղափոխվել չեն ցանկանում։ Չեն քաղաքականացնում, համաձայն են, որ տարածքը նորոգվի, տնօրինությունը բոլոր հարցերում ընդառաջել է իրենց, ստորագրահավաք են կազմակերպել, հուսով են այս անգամ էլ կընդառաջեն։ Իրենց ասել են, որ նորոգումից հետո տարածքում բրենդային խանութներ են լինելու։ Իմ միակ աղբյուրս հայ է, ես թոշակառու եմ, ունեմ հիվանդամուզին, ես ինքս էլ հիվանդ եմ, ճնշումով ինսուլտ տարած, ես իմ հարցերս տեղով եմ լուծում, սրանով եմ ես ապրում։ Ուր գնամ։ Մետրոյի տակ փող հավաքեմ, ես այդ մարդը չեմ։ Անգամ ավել չեն թողնի, որ ես ավել անեմ, կամ չեն ընդունում, գնամ ճաշարանում աշխատեմ, աման լվացող չեն ընդունի։ Ինչ անեմ, ասեք։ Այո, թող վերանորոգենք, մենք բոլորս էլ կողմ ենք, բայց վերանորոգելուց հետո գոնե այս մարդիկ իրանց տեղերը թող վերանորոգեն։ Միշտ վերանորոգել են, միշտ։ բրենդի համար այսքան 100,000-ավոր ժողովրդի թողել անգործ։ Ընդհանրապես կցանկանայի, որ գոնե 1 տարով երկարացնեին այս ժամանակը, ու շուտ մեկը պիտի ազատենք տարածքը, ինչ որ բրենդներ պիտի լինեն ըստ մեր լսած տեղեկությունների։ Կարելի էր ուղղակի այդ բրենդների համար, եթե մենք այդքան բրենդասեր ժողովուրդենք, այլ տարածք տրամադրեին զուտ բրենդ գնողների համար։ Ուղղակի կարելի էր գոնե 1 տարի ժամանակ տալ մտածելու համար, ինչ որ մարդիկ ձեռնարկեին ուրիշ միջոցներ իրանց այսքան ապրանքը ինչ ունեն ներդրել են ամբողջը իրանց ունեցվածքը այդ ապրանքի մեջ, մի մասինը դեռ ճանապարհին է, մի մասինը տեղը հասել, թե ինչ պիտի անեն, չգիտեմ, ես ընդհանրապես աշխատող եմ, ուղղակի այդ եմ, կարելի էր գոնե 1 տարի ժամանակ տալ ժողովրդին։ Մենք 30 տարի աշխատել ենք, շնորհակալ ենք նախ, ես առաջնահերթ դա ասեմ, մենք շնորհակալ ենք մեր ղեկավարությունից, որ մեզ տեղադրել մեր Հայաստանում, մեր հողի վրա, մենք աշխատել ենք, մեր հացի գումարը վաստակել ենք, շատ շնորհակալ ենք։ Պարզապես այս խնդիրը ունեցա, որ արդեն մենք տեղ չունենք գնալու, հաշվի առնելով տարիքը, որ արդեն այսպես ասած մեծացել ենք, ուր գնանք, բայց դեռ աշխատելու ընտանիքին պիտանի լինելու դեռ ժամանակ ունենք, այդքան շատ ծեր չի, ասենց ասեմ։ Պարզապես մեր խնդրանքն է, նա գոնե որ այս ամեն ինչը լիներ 1 տարի առաջ, մարդիկ հասկանային ինչ են անելու գոնե։ Որտեղ գումար են դրել ճանապարհին ապրանքա գալի, լիքը հարցեր կան, մարդիկ բանկերի տակ են, աշխատում են հիմնական բանկերում, լիքը խնդիրներ, ամեն մեկին որ հարցնես, խնդիրները նույնիսկ կհոգնես, լսես, թե ինչքան բարդ խնդիրներ ունեն մարդիկ, իրանց աշխատելու միջոց ստացա։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցում Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Թայվանի հարցը ամենակարևորն է Չին-ամերիկյան հարաբերություններում։ Չինաստանի նախագահը նշել է, որ Թայվանը չինական տարածք է եւ Չինաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ երբեք թույլ չի տա, որ Թայվանը առանձնանա։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է զգուշորեն մոտենա Թայվանին զենք վաճառելու հարցին։ Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, Սի Ցзինփինը նշել է նաև, եթե երկու կողմերը հավատարիմ մնան հավասարությանը, փոխադարձ հարգանքին եւ փոխշահավետության սկզբունքներին, ապա կկարողանան գտնել փոխադարձ մտահոգությունները լուծելու ուղիներ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ։ Գերմանիայի կանցլերը Ռիադում հանդիպել է թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ։ Բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, համագործակցության ուղղությունները եւ դրանց զարգացման հնարավորությունները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մերցը փետրվարի 4-ից կսկսի իր շրջագայությունը դեպի Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, էներգետիկայի եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության քննարկման նպատակով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ։
Արարչին շնորհակալությունը հայտնել Օմանին հանդիպումը հյուրընկալելու համար։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով, որպեսզի բանակցությունները արդյունավետ լինեն, դրանք միջուկային հարցերից բացի պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, մերձավոր արևելքում զինված խմբավորումներին Թեհրանի աջակցությանը եւ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։ Իրանը բազմիցս հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների ծրագրի ներառումը բանակցություններում համարում է կարմիր գիծ։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Մեկնաբանելով Աբու Դաբիում ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները, Դմիտրիևը նշել է, որ Բրիտանիան եւ մի շարք դերակատարներ Եվրոպայից փորձում են միջամտել գործընթացին։ Նա նաեւ հայտնել է, որ իրենք ակտիվ աշխատանք են իրականացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ վերականգնելու ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունները։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը X միկրոբլոգում արված գրառման մեջ։ Փետրվարի 3-ին կառավարության նիստից առաջ Տուսկը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով կայցելի Կիև։ Պատահական չէ, որ այս այցի ժամանակ ինձ կուղեկցի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Անջեյ Դոմանսկին, ով իր թիմի հետ միասին նախապատրաստում է Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ գլոբալ համաժողովը, հայտարարել է Տուսկը։ Նա հավելել է, որ համաժողովը տեղի կունենա հունիսին Գդանսկում։ Ռուսաստանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 55,000 ուկրաինացի զինվորական։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա նաև նշել է, որ կան մեծ թվով անհետ կորածներ։ Նախորդ տարվա փետրվարին Զելենսկին հայտարարել էր 46,000 զոհված ուկրաինացի զինծառայողի մասին։ Նախագահ Զելենսկին նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի հետ պատերազմում խաղաղություն կհաստատվի 1 տարուց էլ պակաս ժամանակում։ Նրա խոսքով Ուկրաինայի համար պատերազմը մնում է ազգային գոյատևման հարց, սակայն հակամարտության դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, առևտրի կենտրոն եւ մանկապարտեզ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի վրա արձակել է 2 բալիստիկ հրթիռ եւ 183 անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանությունը խոցել է 156 անօդաչու թռչող սարք։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 95 ԱԹՍ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ միջպետական ու հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։ Շինուհայր Հալիձոր, Տաթև Կապան եւ Նորավան Լծեն Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար են փակ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 նիշով։ Երևանում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ից 10 ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։